Ամենակարող Տեր, Արարիչ Աստված, մեր երկնային Հայր, մենք քո ձեռքերի մեջ ենք բերում Տեր այս պահը, եւ մենք խնդրում ենք Հայր, որ դու ես ամեն մխիթարությունների եւ գթությունների Հայրը, մենք խնդրում ենք, որ քո Սուրբ Հոգով Տեր այս պահը վերցնես քո ձեռքերի մեջ եւ հպվես յուրաքանչյուրի սրտերին Տեր եւ քո Սուրբ Հոգու ներկայությունը թող այստեղ լինի Տեր մեր սրտերում, մեր անձերի մեջ Տեր, մենք ողջ փառքը, պատիվը, երկրպագությունը տալիս ենք քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն, ամեն։ Սիրելի եկեղեցի, այս պահը մենք կատարում ենք որպես հիշատակի պատվո արարողություն։ Մի անձնավորության, Աստծո մի ծառայի, ով իր կյանքի մեծ մասը նվիրել էր Տիրոջը ծառայությանը։ Մեր թանկագին եղբայր Արթուր Նալբանդյանի, ով օրերս հրաժեշտ տվեց երկրային կյանքին եւ միացավ երկնքի բանակին, Աստծո քաղաքին, Վերին Երուսաղեմին, որտեղ որ Աստված իրեն սիրողների համար պատրաստել է ավելի փառավոր եւ ավելի երանելի մի բան, քան մենք երկրի վրա ապրողներս կարող ենք այստեղ փորձառել, տեսնել կամ ունենալ։ Աստծո խոսքն ասում է, որ այն ինչ որ աչք չտեսավ եւ ականջ չլսեց եւ ինչ որ սրտի մեջ չընկավ, Տերը դա պատրաստեց իրեն սիրողների համար։ Արթուր Նալբանդյանը ապրեց արժանապատիվ կյանքով եւ ես ավելին քան վստահ եմ, սիրելի եկեղեցի, որ երկինքը պատվով է դիմավորել Աստծո արժանավոր ծառային եւ նրա վարձքը նրա հետ կլինի։ Սիրելիներ, անցնում են ժամանակները, տարիները եւ մենք հասկանում ենք, որ նույնիսկ մեր եկեղեցու համար կա արդեն երկու ժողովք։ Մեկը երկրի վրա, որտեղ որ մենք ենք, եւ մյուսը երկնքում, Վերին Երուսաղեմում, Աստծո քաղաքում, նրանք ովքեր որ հրաժեշտ են տվել այս երկրային կյանքի եւ միացել են Տիրոջ ժողովքին այնտեղ երկնքում։ Եվ գիտեք, Աստծո խոսքը մեզ ասում է, որ հավիտենական հույսով մխիթարենք մեկս մյուսին, ինչու, որովհետև երկինքը ավելին քան իրական է։ Եվ նրանք, ովքեր որ Քրիստոսի հույսը ունեն իրենց սրտերում, մի օր բոլորս պիտի լինենք այնտեղ երկնքում Տիրոջ ներկայության մեջ։ Խոսելով մեր թանկագին եղբոր մասին, ես ուզում եմ ասել, սիրելի եկեղեցի, որ նա եկեղեցում է եղել ամենաայն սկզբնական շրջանից, եղել է Հովիվ Արթուր Սիմոնյանի տնային խմբակին առաջին անդամներից։ Եվ իմ պատկերացումը Արթուրի մասին հետևյալն է, որ նա Աստծո ձեռքերի մեջ պատվական եւ ընտիր անոթ էր։ Տիրոջ դաշտի մեջ զորավոր մի մշակ, ով մեղուի պես իր բաժին մեղրը հավաքեց Աստծո փեթակի մեջ։ Գիտեք, կան մարդիկ, ովքեր իրենց ներկայությամբ, իրենց աստվածապաշտությամբ մթնոլորտ են ձևավորում եկեղեցում։ Նրանք զարդարում են եկեղեցական կյանքը։ Ես ուզում եմ ասել, որ Արթուրը հենց այդպիսի մարդկանցից մեկն էր, ով իր հեզությամբ, իր բարությամբ, իր քաղցրությամբ, իր այդ աղոթքի կյանքով, այդ հոգին, որ կար նրա վրա, նա իսկապես զարդարել է մեր եկեղեցին եւ իսկապես մեր եկեղեցու մթնոլորտը դարձրել է ավելի երկնային։ Ես կասեմ, որ հենց նրա նման մարդկանց շնորհիվ է, որ այս աշխարհը փոխվում է դեպի ավելի լավը։ Եվ նրանց բացակայությունը անշուշտ իրեն զգացնել է տալիս։ Բարի է գնացողների համար, Պողոս առաքյալը կասեր, որ գնալը ինձ համար շահ է։ Իհարկե դժվար է եւ ցավոտ է մնացողների համար։ Սիրելիներս, կան մարդիկ, սա կհասկանան ինձ եկեղեցու բոլոր հնաբնակները, հները, ովքեր որ Արթուրին մոտիկից շատ լավ ճանաչում էին, կան մարդիկ, առանց որոնց դու չես կարող պատկերացնել եկեղեցին։ Որովհետև միասին ճանապարհ ենք անցել, միասին ծառայել ենք Աստծուն, գիտես, ու երբեք չի անցնում քո մտքով, որ կգա մի պահ,
կգա մի պահ, որ այդ հարազատ, շատ թանկարժեք մարդիկ ֆիզիկապես քո կողքը չեն լինի։ Բայց ես ուզում եմ, սիրելիներս, մի պահ մեր բոլորիս հայացքը ուղղել երկինք։ Մի պահ թույլ տալ, որ Աստված խոսի մեր սրտերի հետ եւ դիպչի ամեն մեկի սրտերին, եւ երկինքը ավելին քան իրական լինի եւ շոշափելի լինի մեր բոլորիս համար։ Երկնքի ժողովքը ավելի ողջ է, քան մենք, որ երկրի վրա ենք։ Եվ գիտեք, երբ որ խոսում ենք Արթուրի մասին, չեմ կարող չխոսել նրանց ընտանիքի մասին, Նալբանդյան ընտանիքի մասին։ Սիրելի քնարիկ, ամեն ժամանակ քեզ տեսել ենք Արթուրի կողքը։ Թե միսիայի ծառայության մեջ 90-ականներից սկսած, թե այստեղ Երևանում ծառայելիս դուք անբաժան ընկերներ եք եղել եւ դրա մեջ մեծ զորություն ա եղել։ Դուք այնքան թանկ եւ հարազատ եք մեզ համար։ Ես ուզում եմ դիմել որդիներին, Դավիթ ջան, Ռիչարդ ջան, դուք եղել եք ձեր պապայի պարծանքը, ինքը պարծեցել է իր որդիներով, բայց ուզում եմ մի բան էլ ասել, որ դուք էլ մեծ առիթ եւ պատիվ ունեք պարծենալու ձեր պապայով, իր թողած ժառանգությամբ եւ իր թողած բարի անունով։ Մենք շատ սիրում ենք ձեզ եւ աղոթում ենք ձեզ համար, որ Տիրոջ մխիթարությունը բոլորիդ հետ լինի։ Սիրելիներս, ես այժմ առաջարկում եմ, որպեսզի մենք միասին դիտենք մի տեսանյութ, որը կպատմի մեր թանկագին եղբոր, մեր սիրելի Արթուր Նալբանդյանի անցած ճանապարհի մասին։ Երևանի կյանքի խոսք եկեղեցու նվիրյալ եւ հավատարիմ ծառայողներից եւս մեկը։ Մեր սիրելի Արթուր Նալբանդյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին, միանալով իր պաշտելի Տիրոջը, Հիսուս Քրիստոսին։ Մարդով ապրեց արժանապատիվ կյանքով, ժառանգեց բարի անուն եւ թողեց մեծ հետք երկրի վրա, մինչեւ վերջին շունչը ծառայելով Աստծուն։ Սաղմոսերգուն կասեր, պատվական է Տիրոջ առջև նրա սուրբերի մահը։ Արթուր Նալբանդյանը Աստվածաշնչի ուսուցիչ էր, աստվածաբանության պատվավոր դոկտոր, ավարտել էր Օրալ Ռոբերտսի անվան համալսարանը Ուպսալայում։ Նրա հոգևոր ճանապարհը սկսվել է 1991 թվականին։ Նա եղել է Հովիվ Արթուր Սիմոնյանի առաջին տնային խմբակի անդամներից։ Ծառայել է փառաբանության խմբում որպես կիթառահար։ Նաև ակտիվորեն մասնակցել է բացօթյա ավետարանչություններին։ 1995 թվականին ավարտելով առաջին միսիոներական դպրոցը, Արթուրն ու քնարիկը ամուսնանում են եւ միսիայի մեկնում Սյունիքի մարզկենտրոն Կապան։ Հաջորդ 3 տարիներին այնտեղ նրանք բարձրացնում են եկեղեցի, զուգահեռ ծառայելով Գորիս, Քաջարան, Մեղրի քաղաքներում, իսկ հետագա 1 տարին նաև Սիսիանում։ Երևան վերադառնալուց հետո Արթուրը ստանձնում է մի շարք ծառայություններ։ Նախ եկեղեցու ուսումնական մասի պատասխանատվությունը, ապա պսակադրության ծառայությունը։ Իսկ 2003-ից 2007 թվականներին նա ծառայում է որպես եկեղեցու կենտրոն համայնքի տարածքային հովիվ։ Սակայն միսիայի կանչը միշտ նրա սրտում էր։ 7 տարի նա հովվում էր Կոշի, ապա նաև աշտարակի կյանքի խոսքի եկեղեցին։ Արթուրը աղոթքի մարդ էր, ամեն ինչից առավել նա աղոթք էր անում։ Հաճախ այցելում էր Հայաստանի շրջաններ, բարձրանում սարերը, եղջերափող հնչեցնում եւ բարեխոսում արթնության համար։ 2000 թվականից քնարիկի հետ միասին նրանք առաջնորդել են հանուն կյանքի ծառայությունը։ Աղոթքների եւ մեծ ջանքերի շնորհիվ ծնվել են հարյուրավոր մանուկներ, որոնք տարբեր պատճառներով չպետք է լույս աշխարհ գային։ 2010 թվականից նրանք վարել են Ալֆա ամուսնական դասընթացների ծրագիրը, որին անցած 16 տարիների ընթացքում մասնակցել են բազմաթիվ զույգեր։
Արթուր Նալբանդյանը 30 եւ ավելի տարիներ անձնվիրաբար ծառայել է ավագ հովիվ Արթուր եւ Լուսինե Սիմոնյանների հետ կողք կողքի, թողնելով մեծ ազդեցություն եկեղեցու կյանքում։ Նա սիրող ամուսին էր, 44 օրյա պատերազմին մասնակցած երկու հերոս որդիների հոգատար հայր։ Եկեղեցու հավատարիմ սյուն, աղոթքի մարտիկ եւ պարզապես մաքուր սրտով մարդ։ Ավետարանը վկայում է, որ սրտով մաքուրները կտեսնեն Տիրոջը։ Հիրավի կան մարդիկ, որոնց հեռանալով երկիրը աղքատանում է, իսկ երկինքը հարստանում։ Արթուրը հենց այդպիսիներից մեկն էր։ Սիրելի եւ հարազատ Նալբանդյան ընտանիք, ընդունեք մեր խորին եւ անկեղծ ցավակցությունները։ Աղոթում ենք, որ Սուրբ Հոգին մխիթարի եւ զորացնի ձեզ։ Սիրելի Արթուր, մեր ծառայեկից ընկեր ու եղբայր, մենք կկարոտենք քեզ եւ քո հիշատակը միշտ վառ կլինի մեր սրտերում։ Մենք չենք ասում մնաս բարյավ, այլ ասում ենք մինչև նոր հանդիպում երկնքում։ Սիրելի եկեղեցի, ես կառաջարկեմ, որպեսզի մենք բոլորս ոտքի կանգնենք այս պահին։ Եվ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր ծառայակից եղբոր Աստծո ընտիր ծառայի հիշատակը։ Շնորհակալություն, սիրելի քնարիկ, սիրելի տղաներ, ձեր ընտանիքը շատ թանկ եւ հարազատ է մեզ բոլորիս համար։ Մենք իրար հետ միասին ճանապարհ ենք անցել եւ ուզում եմ այս պահին հովիվ Արթուր եւ Լուսինե Սիմոնյանների ամբողջ եկեղեցու մեր բոլորիս կողմից պարզապես խորին շնորհակալություն հայտնել հանձին Արթուրի ձեր ամբողջ ընտանիքին։ Այսքան տարիներ ձեր կյանքը Տիրոջը նվիրելու, եկեղեցու շինության համար ծառայելու, պարզապես ուղղակի Աստծո թանկագին մարդիկ լինելու համար։ Մենք խորապես շնորհակալ ենք Արթուրի գլխավորությամբ ձեր ամբողջ ընտանիքին։ Սիրում ենք ձեզ շատ, աղոթում ենք ձեզ համար եւ ուզում եմ ասել, որ մենք դեռ իրար հետ երկար ճանապարհ ունենք անցնելու, մեր պաշտելի Տիրոջը ծառայելու։ Ամեն ողջ փառքը լինի Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։